Իրանից հայտարարել են հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարվածների նոր ալիքի մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալով թիրախավորվել են ԱՄՆ զինված ուժերի հետ կապված օբյեկտներ։ Պայթյուններ են որոտացել Թել Ավիվում, Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքում, Երուսաղեմում, նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Քուվեյթում։ Իրանի զինված ուժերը նախազգուշացրել է երկրի դեմ ագրեսիայի հետ կապ ունեցող ԱՄՆ-ի եւ Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս որևէ վայրում չեն կարող իրենց անվտանգ զգալ։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի անունից էլ հայտարարություն է տարածվել, որի համաձայն Իրանն ավելի ուժեղ է, քան թշնամին պատկերացնում է։ Մոջթաբա Խամենեին կոչ է արել իրանցիներին չտրվել ապատեղեկատվական մեդիա արշավներին։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին Իրանի եւ տարածաշրջանի միջև թշնամություն հրահրելու փորձի համար։ Խամենեին նաեւ հերքել է Թուրքիային եւ Օմանին հարվածելու համար Թեհրանին ներկայացվող մեղադրանքները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է Իրանի խորքում հարվածների մասին, Իսրայելն էլ հայտարարել է Թեհրանից արևելք գտնվող կառավարական օբյեկտներին զանգվածային հարվածների վերաբերյալ։ Տեղեկություններ կան ավիահարվածների հետևանքով ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նայինիի սպանության մասին։ Մեկնաբանելով Իրանի շուրջ զարգացումները, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զորքեր ուղարկել Իրան։ Նա հավելել է, որ զգուշացրել է Բենյամին Նեթանյահուին իրանական նավթագազային օբյեկտների թիրախավորման անթույլատրելիության մասին եւ Իսրայելը խոստացել է դադարեցնել նման հարվածները։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ դատապարտել է ՆԱՏՕ-ին Իրանի դեմ պայքարում եւ Հորմուզի նեղուցի բացման հնարավոր գործողություններում ԱՄՆ-ին չմիանալու համար։ Վախկոտներ, մենք ոչինչ չենք մոռանա, առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթ է վագրե, նշել է Թրամփը։ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, որ մարտի 21-ին Կիևի բանակցային թիմը կլինի Վաշինգտոնում քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։ Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվայի պատվիրակությունը չի մասնակցելու այդ հանդիպմանը։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ամերիկյան միջնորդությամբ եռակողմ բանակցությունները, որոնք դադարեցվել էին Իրանի շուրջ իրավիճակով պայմանավորված, մոտ ապագայում կվերսկսվեն։ Զուգահեռ Կրեմլի խոսնակը մեղադրել է Եվրոպային Ուկրաինայում հակամարտության շարունակումը խրախուսելու համար։ Վաշինգտոնն արգելել է ռուսական նավթի մատակարարումները Կուբա, որը գտնվում է էներգետիկ շրջափակման մեջ։ Կղզու քաղաքացիները վենեսուելական նավթի մատակարարումների դադարեցումից հետո բախվել են էլեկտրաէներգիայի համատարած անջատումների։ Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին աշխարհում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պատճառով Միացյալ Նահանգները որոշել է մեղմացնել հակառուսական պատժամիջոցները եւ նոր լիցենզիա տրամադրել ռուսական նավթի եւ նավթամթերքի հետ կապված որոշ գործարքների համար։ Սակայն նոր լիցենզիան ներառում է կետ, որն արգելում է Կուբայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքների հետ կապված գործարքները։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ նույնիսկ Եվրոպայում էներգառեսուրսների դեֆիցիտի դեպքում թույլ չեն տա վերականգնել ռուսական գազի գնումները։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ եվրոպական կողմը որոշել է 2027 թվականից ամբողջովին հրաժարվել ռուսական գազից։ Հարկ է նշել, որ Հունգարիան եւ Սլովակիան դեմ են այս նախաձեռնությանը։ Լայենը հավատացրել է, որ նախանշված ժամկետները վերանայելու ծրագրեր չունեն, նույնիսկ Մերձավոր Արևելքում իրավիճակի հետևանքով աշխարհում հասունացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Մենք ունենք նպատակներ եւ հավատարիմ ենք դրանց շեշտել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հավելել, որ աշխատանքներ են իրականացնում ԵՄ տարածքի էներգետիկ հատվածը տրանսֆորմացնելու եւ դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Դիանա Գասպարյան, լուրեր։